Բարև ձեզ հարգելի դիտողներ, ես այսօր ուզում եմ խոսել լուսանկարի մասին, շատ դեպքերում հարցնում են լուսանկարից հնարավոր է ինֆորմացիա վերցնել, թե ոչ, այո լուսանկարից հնարավոր է ինֆորմացիա վերցնել, արդեն գաղտնիք չէ, որ մարդը ունի բիոդաշտ, որ իսկ լուսանկարը դա մարդու բիոդաշտից վերցնում է որևէ հատված, պատկերվում է լուսանկարի մեջ և եթե հարկավոր է էքստրասենսը կարող է նկարից ինֆորմացիա ստանալ, կարող է նկարի միջոցով կատարել նեգատիվի մաքրելու գործողություններ, նկարը շատ կարևոր իր է մարդկության կյանքի մեջ, առաջի նկարը, առաջի պատկերները եղել է դեռ համայնական կարգերում, մարդը նկարել է քարանձավների պատերին նկարել է նաև իր որսի գործողությունը, որպեսզի կարողանա հասկացել է, որ նկարելով, պատկերելով ավելի հեշտ է եղել իր որսը, ավելի հեշտ է եղել իր կենցաղը, ու կամաց հասկացել են, որ իրոք նկարը, պատկերը ինֆորմացիա է պահում, ճիշտ է առաջներում չեն կարողացել լուսանկար կատարել, ֆոտո հանել, բայց առաջներում էլ կատարել են, կավից են արձանիկներ պատրաստել, ավազի վրա են նկարել, կամ պատրաստել են հատուկ տիկնիկներ, որով նմանեցրել են այդ մարդուն և իրենց գործողությունը կատարել են, ընդհանրապես նկարի, լուսանկարի մասին շատ պատմություններ կա, շատ գիտական գործողություններ, աշխատություններ կա և հասկացել են, հայտնաբերել են, որ իրոք լուսանկարը պահում է իր մեջ ինֆորմացիա, մարդը պետք է շատ զգույշ լինի, թե լուսանկարվելուց, թե լուսանկարներ և հատուկ նկարներ պահելու համար, ընդհանրապես չի կարելի լուսանկարվել այնպիսի մարդու հետ, որ քեզ տհաճ է, չի կարելի լուսանկարվել այն ժամանակ, երբ դու քեզ վատ ես զգում, չի կարելի լուսանկարվել այն ժամանակ, երբ տխրության մեջ ես, ինչ-որ հոգեբանական ստրես ես տարել, չի կարելի լուսանկարը պատրել, ընդհանրապես եթե մարդը իր լուսանկարն է պատրում կամ թեկուզ ուրիշ անձնավորության լուսանկարն է պատրում, ինքը այդ ձևով կտրում է տվյալ անձնավորության բիոդաշտը և այդ անձնավորությունը դառնում է վտանգավոր, դառնում է ավելի ընդունակ է հիվանդություններ և նեգատիվներ ընդունել և ընկալել, լուսանկարը դեռ շատ կրոնական առաջնորդներ, Բուդդան, Մովսեսը, մուսուլմանական Մուհամեդը, իրանք արգելել են, որ մարդը իր պատկերը, իր արձանիկը ունենա, չնայած այդ արգելները ոչ մի ազդեցություն չեն ունեցել, մարդիկ լուսանկարվում են, իրանց նկարները գցում են տարբեր տեսակի սոցիալական ցանցերում, սոցցանցերում, առանց հասկանալու, որ այդ լուսանկարը հնարավոր է և վտանգի նեգատիվի առարկա դառնա, ընդհանրապես ինչն է պատճառը, որ առաջնորդները չեն ցանկացել, որ մարդը ունենա իր պատկերը, իր արձանիկը, որովհետև իրանք հասկացել են, որ պատկերը, արձանիկը ինֆորմացիա է պահում նման մարդու բիոդաշտից, նման մարդու էներգիայի դաշտից և կարելի է այդ բիոդաշտը, այդ ինֆորմացիան օգտագործել և մարդուն բուժելու, առողջացնելու, լավ իրավիճակի կանգնեցնելու համար և կարող է այդ բիոդաշտը օգտագործել ընդհակառակը մարդուն վնաս պատճառելու, վտանգ պատճառելու համար, շատ հետաքրքիր դիտարկումներ կա լուսանկարի արձանիկների մասին, օրինակ աֆրիկյան ցեղեր կան, որ իրանք դեռ չեն իմացել, թե ինչ է լուսանկարը, բայց երբ որ ցեղի որևէ անդամ հիվանդ է, շամանը
գետնին ավազով նկարում է տվյալ անձնավորության պատկերը ավազով ու հետագայում այդ ավազի վրա նաև սկսում է նկարել այդ անձնավորության հիվանդությունները ու հետո ինչ-որ ձևով ինքը մաքրում արվում է ու որոշ ժամանակ հետո այդ անձնավորության մոտ սկսվում է առողջական պրոցես շատ հոգեբաններ ուսումնասիրել են որ լուսանկարների արձանիկների միջոցով հնարավոր է նույնիսկ մարդուն առողջացնել, նույնիսկ այնպիսի հիվանդություններ, որ համարում են անբուժելի։ Հոգեբաններ կան, որ ուսումնասիրություն իրենք ամեն անգամ իրանց հիվանդի արձանիկը սարքել են, պատրաստել են, բայց ոչ իրանց հիվանդությունների հետ, ոչ աղավաղված դեմքով, աղավաղված աչքերով ու իշքան այդ արձանիկը պատրաստել են, այդքան տվյալ հիվանդի մոտ սկսել է առաջանալ առողջական առաջընթաց պրոցեսներ։ Լուսանկարների հետ շատ հետաքրքիր պատմություն կա, օրինակ Եսենինը երբ իր աշկի առաջ կոտրվում է կավի իր կիսանդրին, ինքը ասում է այս վերջ է, ես երկար չեմ ապրի ու իրոք մի քանի օր հետո ինքը ինքնասպանություն է գործում մահանում է։ Նույնը տեղի է ունենում նաև Պաստերնակի հետ։ Իրեն զանգում ասում են, որ այն ժամանակ չէ լուսանկար է, բայց մարդկանց դեմքերից հատուկ դիմակներ էին հանում կավից, այդ ձև էին աշխատում և իրեն զգուշացրել էին, որ գիտեք ինչ, պատահաբար այդ դիմակը կոտրվել է, մենք կուզենք, որ ձեր դեմքի դիմակը նորից հանենք, ու ինքը ոչ մի բան չի պատասխանում, ոչ էլ ուղղակի ասում է, որ դա վերջն է, ես երկար չեմ ապրի, ու իրոք ընդամենը 11 օր հետո Պաստերնակը նույնպես մահանում է։ Այսպիսի դեպքեր են նկարագրված, երբ որ երկու եղբայր ու հանրաճանաչ նկարիչի եղբայր, մի եղբայրը մտնում է ջուրը լողանալու ու նկարիչի եղբայրը ինքը տեղ ավազից սկսում է ահավոր գլուխը քանդակել ու այդ գլուխը գցում է ջրի մեջ, գլուխը սուզվում է և նույն անմիջապես իր աչքի առաջ իր եղբայրը խեղդվում է ջրի մեջ և դա մեծ ազդեցություն է թողնում այդ նկարիչի հոգու վրա ու ինքը հասկանում է, որ ինչ-որ կախարդական կապ եղավ այդ արձանիկի ու իր ախպոր մահվան հետ։ Նկատի ունեցեք, իրոք նկարը, լուսանկարը, արձանիկը դրանք շատ մեծ ինֆորմացիա են պահում, դրանից կարող ես և անցյալը կարդաս, և ներկան, և ապագան, կարող ես մաքրելու գործողություններ կատարեք, կարող եք առողջացման պրոցեսի համար աշխատել, իսկ եթե մարդիկ վատ մարդիկ են, իրանք կարող են նաև վատ գործողություններ կատարել։ Դրա համար սոցցանցերում չի կարելի իրանց նկարները այդ ձևի անմիջապես գծել։ Իսկ եթե ուզում եք, որ անմիջապես սոցցանցերում լինեն ձեր նկարը, նկատի ունեցեք որոշակի փոփոխություն մտցրեք ձեր նկարի մեջ, ֆոտոշոպի ձևով, բայց ոչ թե դեպի վատը, այլ ընդհակառակը ավելի լավացրեք, որովհետև դեպքեր են եղել, որ մարդը կամաց ինչքան լավացրել է ֆոտոշոպի միջոցով իր լուսանկարը, իր պատկերը, ինքը իրականում կամաց դարձել է այդ ձևի կադաժյալ, ու երբ որ փոփոխված է լինում ձեր իրական պատկերը, այդ դեպքում էքստրասենսները չեն կարողանում լիարժեք մտնել բիոդաշտի մեջ և դուք ավելի շատ պաշտպանված կլինեք վատ գործողություններից։ Կուզեի խոսեի նաև լուսանկարների մասին, որոնք գտնվում են մարդկանց տան մեջ։
Ընդհանրապես չի կարելի մահացած մարդու լուսանկարը տան մեջ պահել, այդ հայացքը ինքը կապում է արդեն գերեզմանի էներգիան, մավան էներգիան տան մեջ։ Այդ նկարները ընդհանրապես 40 օրից հետո պետք է իջեցվի, 40-ը որ անցնում է հանգուցյալի, պետք է իջեցվի։ Ուշադրություն պետք դարձնեք ձեր ալբոմների մեջ, լուսանկարների ալբոմների մեջ, անկան անծանոթ մարդիկ կան, որ չգիտեք կենտանի են իրանք, չգիտեք մահացած են, չգիտեք ինչ ձև են ապրում, ու այդ էներգիան փակում է մարդկային էներգիան տան մեջ։ Իշքան հնարավոր է ձեր մոտ պահեք մենակ ամենահարազատ մարդկանց լուսանկարները։ Իսկ մյուս մարդկանց նկարները հանեք ձեր տանից, դրեք ծրարի մեջ, դրեք ինչ-որ արտուղի մեջ և տանից հանեք։ Երբեք չվարեք ձեր լուսանկարները։ Գիտեք ինչ, շատ զարմանալու է, առաջներում վարել են, կտրել են լուսանկարները, հիմա անմիջապես գցում են բլագերով կեկի մեջ, սոցցանցերի մեջ, դա էլ ինչ-որ ձևով նեգատիվ ազդեցություն է ունենում մարդու բիոդաշկի վրա, մարդու կյանքի վրա։ Եթե մարդը գնում է բլագերովկայի մեջ, ինքը իր լուսանկարներ է ընկնում, իր կյանքներ է ընկնում բլագերովկայի մեջ։ Շատ պետք է ուշադիր լինեք ձեր նկարների, ձեր լուսանում, բոլորին միք բաժանեք, անծանոթ մարդկանց միք տվեք, եթե այդ մարդը զգում եք, որ իր էներգիան լավ չէ, ոչ մի դեպքում այդ մարդու հետ չի կարելի կիսվել իր լուսանկարներով։ Եվ գիտեք ինչ շատ հետաքրքիր բաներ կա, այս վերջերս նկատել են, որ մարդիկ սունցածերի մեջ գցում են իրանց նկարը նկարված հայելիների մեջ։ Դա արդեն կրկնակի սխալ է։ Առանձին է հայելին մարդուց խլում է էներգիան։ Իսկ դուք ձեզի ձեր պատկերը արդեն հավերժացնում եք հայելու մեջ, այդտեղ արդեն բացվում է այնպիսի պորտալ, որ մարդուց խլում է էներգիան, դա ամենավատ բանն է, հայելիների մեջ նկարված նկարները, ընդհանրապես չի կարելի նման բան անել։ Ուշադիր եղեք, խելացի եղեք, նկարների հետ զգույշ վարվեք, ամեն մարդու միք վերցրեք իրանց նույնիսկ նվիրած նկարները, նկարը այստեղ խոսքը չի գնում լուսանկարի մասին, այլ նաև գեղանկարչական նկարներ, արձանիկներ, եթե մարդը բարի կամեցող է, իրանից լավ էներգիա է գալիս, արժե այդ նկարը վերցնել, եթե հասկանում եք, որ այդ մարդու տված նկարը վատ էներգիա է տալիս, միք վերցրեք, միք կախեք ձեր տան պատին, ինքը խլելու է ձեզնից ձեր էներգիան, ինքը դառնալու է նեգատիվի աղբյուր։ Ընդհանրապես նույնիսկ այդ գեղանկարչական նկարները իրանք էլ ունեն մեծ ազդեցություն։ Շատ նկարներ կա, մեծ գեղանկարիչների նկարներ, որ եթե մարդիկ գնում են ցուցահանդես, կանգնում են նկարի տակը, մարդիկ կան, որ շատ հապվում են, իրանք այն ձևի էներգիա ունեն կլանող, որ մարդը չի դիմանում այդ էներգիային։ Ուրեմն պետք է լավ նկար լինի, խելացի նկար լինի, առողջացնող նկար լինի, ոչ թե խլի ձեր տան հաջողությունը, ձեր տան էներգիան։ Ընդհանրապես պետք է ուշադիր լինել արձանիկների, նկարների ընտրության մեջ։ Դա չի էլ թույլատրելու շատ նվեր վերցնել, եթե պետք է առնեք, ավելի լավ կլինի, որ դուք ձեր ձեռով գնաք, որ նկարը, որ ձեզ դուր է գալիս, այդ նկարը վերցնեք, ուրիշի ձեռից չի կարելի վերցնել նույնիսկ նվեր։ Այս կանը նկարների մասին ուշադիր եղեք, ամեն մարդ մի տվեք, ձեր նկարը պաշտպանեք, ձեր երեխաների, ձեր ընտանիքի բոլոր անդամների նկարները պաշտպանեք, հաջորդը իմ տեսահոլովակը կլինի նվիրված հայելիներին, այս կանը հաջողություն։